ղեկավար եւ այսպես մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր խոսքը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում է, Սանկտ Պետերբուրգում, որտեղ հասցրեց խորին շնորհակալություն հայտնել Ալիևին եւ այնտեղ չէր Ալիևը։ Տեսեք, այսպես ամուսնության մեջ տանած հարցերը, որպեսզի ձեզ չընդհատեմ։ Գալիս են այստեղ գոռում ԵԱՏՄ-ի հետ կապված հակառուսական, հակաԵԱՏՄ-ական հայտարարություններ անում։ Գնում այնտեղ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչին, շնորհակալություն խաղաղության օժանդակելու համար։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ինչ ունի անել, ինչ հետեւություններ ունի անել այս մասով Ռուսաստանը։ Դե նախ ինչու Ալիևը չգնաց, որովհետեւ Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ հանելու պատասխանատվությունը եւ այսպես ասենք առաջի ջութակի դերը տրված է Ադրբեջանին։ Ադրբեջանով են փորձելու Հարավային Կովկասից սարքել հարվածային բռունցք եւ ռազմական սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար այս ուղղությամբ։ Բայց որպեսզի Ալիևը դա կարողանա անի, նա պետք է այսպես նախ առաջինը պետք է այսպես ասենք հարաբերությունները փչացնի Ռուսաստանի հետ, համենայն դեպս այս պահին դեռևս քարոզչական դաշտում, իսկ հետո էլ արդեն Ալիևը պետք է բարոյական որևէ պարտավորություններ չունենա Պուտինի առջև։ Հիմա ես որ գնում են, ասենք մասնակցում են ԱՊՀ-ի կամ այլ շրջանակներում հանդիպումների, ողջուններ, ձեռքսեղումներ, բանակցություններ, դա որոշակի եթե չասեմ իրավական, եթե թուղթ չեն ստորագրում, ապա գոնե բարոյական պարտավորությունների որոշակի տակ դնում է։ Հիմա Ալիևի չգնալը կապված է նրա հետ, որ ինքը իրեն ասել են դու պետք է այդ պարտավորությունների տակից դուրս գաս, որպեսզի տարածաշրջանը ավելի հեշտ լինի տրամադրել Ռուսաստանի դեմ եւ այդ սպառնալիքը Ռուսաստանի նկատմամբ ստեղծել։ Առայժմ այդ կոնֆիգուրացիայի մեջ չկա Վրաստանը, այսինքն վրացական իշխանությունները դեռևս դիմադրում են դրան։ Բայց դե ամեն ինչ հնարավոր է, չգիտենք ինչով կավարտվի։ Հուսով ենք, որ այդ Վրաստանի իշխանությունները դրա միջև վերջ դա կանեն։ Ինչ վերաբերվում է շնորհակալություններին Փաշինյանի կողմից, դե Փաշինյանը Ալիևին տարբեր ձևերով կամ Ադրբեջանի նկատմամբ իր դրական վերաբերմունքը Հայաստանի ներսում էլ է արտահայտում, այնպես որ դուրսն էլ կարտահայտի։ Ինչ վերաբերվում է հակառուսականությանը, հակառուսականության տարածումը Հայաստանում դա Փաշինյանի ցանկությամբ չի կատարվում։ Այսինքն ինքը ուզի, չուզի դա լինելու է։ Ինքը իրավունք չունի գա օրինակ Հայաստան եւ ասի, որ վերջ այսօրվանից էլ հակառուսականություն չենք տարածում, որովհետեւ դա իր ձեռքում չի, իր որոշելիքը չի։ Դա հավաքական արևմուտք, ՆԱՏՕ անդամ պետություններ, նրանք ովքեր որ Ռուսաստանի դեմ պատերազմ են վարում, դա է, իրենք են որոշում Հայաստանում հակառուսականություն կլինի թե չէ։ Եթե Փաշինյանը վաղը որոշեց, որ էլ չի լինելու, իրեն շատ հանգիստ կճանապարհեն եւ կբերեն նրան, ով մեծ հաճույքով այդ հակառուսականությունը ավելի մեծ տեմպերով կշարունակի։ Բայց ես չեմ բացառում, որ Փաշինյանը նաեւ որոշակի մանևրելու տեղ փորձում է իր համար թողել։ Իհարկե դա, եթե կա էլ շատ չնչին է, կամ ընդհանրապես չկա, այդ շփումներով նկատի ունեմ Ռուսաստան գնալով, իսկ Ռուսաստանի կողմից նման հանդիպումները պետք են նրա համար, որ այդ խորհրդային տարածքի պետությունները շատ արագացված տեմպերով Ռուսաստանից չփոկվեն եւ այսպես ասենք իրենց հնարավոր չլինի Ռուսաստանի դեմ հանել։ Չէ՞ որ Արևմուտքը Միացյալ Նահանգները աշխատում էր այդ ուղղությամբ։ Այսինքն Տրամպի հանդիպումը
միջինասիական պետությունների հետ, ընդ որում իրենք գնացին Վաշինգտոն, դրա դիմաց Ռուսաստանի նախագահը գնաց իրենց մոտ, հանդիպեց, հետո ԵԱՏՄ շրջանակներում տարբեր հանդիպումներ, ԱՊՀ շրջանակներում, այսինքն այս ձևաչափերով Ռուսաստանը փորձում է պահել ստատուս քվոն, որ իրավիճակը կտրուկ ձևով չվատանա դեպի նրան, որ այդ պետությունների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատանան, այսինքն process-ը կտրուկ չարագանա։ Դրանով ժամանակ է շահում, մինչև որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կկարողանա պայմանավորվել, որ իր կարմիր գծերը այս սրանք են եւ այդ կարմիր գծերից արևմուտքը չպետք է անցնի։ Դե երբ որ հարցնում են երբեմն ինչ է անում Ռուսաստանը խոսում է Միացյալ Նահանգների հետ, որտեղ ինքը գիտի, որ միայն ԱՄՆ-ն կարող է այսպես ասենք ստոպ տալ այդ հակառուսական process-ներին, որ հետխորհրդային տարածքում ընթանում են։ Եվ միայն նա կարող է ստիպել Եվրոպային անել նույնը։ Հետևաբար Ռուսաստանը խոսում է հիմա Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Միացյալ Նահանգները հաշվի առնեն իր կարմիր գծերը եւ այդ կարմիր գծերը չանցնեն։ Եվ այդ օրը գալու է, այսինքն Ռուսաստանը հետխորհրդային տարածք մեծ թափով վերադառնալու է, ոչ թե նրա համար, որ չգիտեմ ինչ որ ռուսական գործակալական ցանցերը լավ կաշխատեն, չգիտեմ, լավ ներդրումներ կանի եւ այդ պետությունները կցեկվեն դեպի Ռուսաստան։ Դրա համար չեն գալու։ Հետխորհրդային տարածք Ռուսաստանը վերադառնալու է, որովհետեւ ԱՄՆ-ի հետ գալու են այդ պայմանավորվածության, որ հետխորհրդային տարածքը դա Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Խոսքը վերաբերվելու իհարկե ռազմական, քաղաքական բաղադրիչին։ Տնտեսության մասին խոսք չկա, բնականաբար տնտեսական հարաբերություններում հետխորհրդային տարածքի պետությունները ազատ են իրենց հարաբերությունները կառուցել եւ Եվրոպայի հետ եւ Միացյալ Նահանգների հետ, բայց ՆԱՏՕ-ն որևէ ներկայություն չպետք է ունենա հետխորհրդային տարածքում, ԱՄՆ-ն բնականաբար եւ ՆԱՏՕ-ն միասին ռազմական ոչ մի ներկայություն, ոչ մի գործունեություն, ինչ գործ ունի ՆԱՏՕ-ն ռազմական կառույց հետխորհրդային տարածքում։ Էլի որ մի քանի կարմիր գծերը կդրվեն, դրանից ցենկով ինչ ուզում են իրենք կարող են անել։ Սա հենց հետևություն, որ մի անգամ էլ եմ ասել, որ մեր Բալթյան երկրները դուրս են գալու ՆԱՏՕ-ից, որովհետև Միացյալ Նահանգներն են իրենց դուրս հանելու։ Ասում են մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, դուք հետխորհրդային տարածքի մեջ եք, դուք դուրս եք գալի ՆԱՏՕ-ից, այսինքն ռազմական առումով չեք կրնելու ՆԱՏՕ-ի անդամ, բայց մնացած հարցերում տնտեսություն եւ այլն շարունակեն համագործակցել։ Այնպես որ այս հարցը լուծվելու է Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության տիրույթում։ Դրա համար պետք է սպասենք, մինչև որ իրենք գան այդ պայմանավորվածության։ Իրենք իսկ այն որ գալու են, ես կարծում եմ դա արդեն անխուսափելի է։ Չեն ուշանա, քանի Նիկոլ Փաշինյանը այստեղ տեսնում ենք ինչ է անում, ադրբեջանցիների հետ ինչ քիրվայություն է անում, թուրքերի հետ ինչ քիրվայություն է անում։ Թուրքերը թուրքական մեծ լրատվամիջոցները գրում են, որ իրենք են որոշել ով է Հայաստանում հաջորդ կաթողիկոսը, ադրբեջանական բենզինը բերել են, ասում են, այսպես վագոններով խաղացումը բերել ենք, խնդրեմ։ Այո, սա այս ամեն ինչը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ իմ ասած գործողությունը տեղի չունենա։ Այսինքն մինչև որ երկու մեծերը ԱՄՆ, Ռուսաստան չգան պայմանավորվածության եւ այդ հիմքով արդեն այդ process-ները կդադարեն, որտեղ այդ process-ները դադարելու են հրահանգով։ Վաշինգտոնից զանգելու են, ասել են վերջ։ Բայց ես հարցում չեն ուշացնի։ Դե հիմա ուշացնել մեր ձեռքում չի, իմ ձեռքում չի, ոչ ձեր ձեռքում է։ Այսինքն Ռուսաստանը ունի իր ստրատեգիան ոնց բերել Միացյալ Նահանգներին այդ մտքի, որ այդ Միացյալ Նահանգները պետք է հարգեն Ռուսաստանի կարմիր գծերը, դե ինչպես եղավ 1962 թվին բերեցին։ Այսինքն ԱՄՆ-ն վախեցավ Ռուսաստանի միջուկային զենքից եւ համաձայնվեց Եվրոպայից հետ քաշել իր միջուկային հրթիռները։ Բայց ոնց որ ասում են, պիտի ԱՄՆ-ի վախը բռնի։
մոտենում է դրան, նախապատրաստվում է, բայց դեռ չի բռնել։ Երբ որ լավ կվախենա Միացյալ Նահանգները, ինքը կհամաձայնվի նստել եւ բանակցել։ Կարծում եմ դրա էլեմենտները արդեն քննարկվում են, այսինքն ոչ թե քննարկվում են, այլ Ռուսաստանը տեղ է հասցնում իր ուզածը ինչ է եւ ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն դրան չհամաձայնվի։ ԱՄՆ-ն էլ դե այն կլինի այն, որ ԱՄՆ-ն ինքը լուրջ ներքին եւ համաշխարհային խնդիրներ ունեցող պետություն է։ Այն որ ինքը իր ուժի միջոցով դեռ դա պահում է, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Այնտեղ կարող է իշխանական բուրգը շատ արագ փլուզվել, եթե Ռուսաստանը մի քիչ շատ սկսի սեղմել։ Բայց դա ձեռնտու չի ընդհանուր առմամբ ոչ իրեն, ոչ աշխարհին, որովհետև ԱՄՆ հեղինակության փլուզումը աշխարհում կբերի մեծ ցնցումների մյուս պետությունների համար։ Այսինքն երբ որ նման տերություն, որը համաշխարհային հեգեմոն էր, մեկ էլ հանկարծ աչքի տարած սկսում է փլուզվել, բնականաբար շատ երկրները ցնցումները իրենց աչքի վրա կզգան, Ռուսաստանը կդիմանա, բայց շատ պետություններ ճգնաժամերի լուրջ ճգնաժամերի առաջ կկանգնեն։ Դե մանևրելու տեղ, այստեղ մանևրելու հարց չի։ Այստեղ զուտ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի օրենսդրության համադրության հարց է։ Այսինքն երկու մաքսային միություններ են, որոնց օրենսդրությունները, կանոնները իրար հակասում են։ Եվ պարզ է, որ երբ որ օրենսդրությունները սկսեն հակասել, իսկ Հայաստանը պարտավոր է Եվրամիություն գնալու ճանապարհին սկսել իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, երբ որ սկսի հակասել, պարզ է, որ այդ հարցը դրվելու է։ Այնպես որ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը մեր ձեռքից բռնելու է, որ մենք Եվրամիություն չգնանք։ Ռուսաստանի համար ինչ է պետք, որ ռազմական եւ այլ տեսակի սպառնալիքներ այս տարածաշրջանից իր նկատմամբ չլինեն։ Հիմա եթե մենք ատոմական չենք ուզում ունենանք, կարող ենք գնալ Եվրամիություն։ Ռուսաստանը ինչ գալու է ձեռքներիցս բռնի, ասի, չէ, դուք անպայման պետք է լավ ատոմական ունենաք, չենք ուզում, չենք ունենա։ Այսինքն նկատի ունեմ, երբ որ ԱՄՆ-ի հետ պայմանավորվեն, ԱՄՆ-ն դե Եվրամիությանն էլ է ստիպելու, որ Ռուսաստանի դեմ պատերազմը դադարեցնի։ Պայմանավորվել է դա մեծ համաշխարհային մեծ պայմանավորվածություն ալնելու։ Հիմա այդ պարագայում եթե Հայաստանը որոշել է, որ իր ինքնիշխանությունը պետք է զիջի Եվրամիությանը, ինչ պետք է Ռուսաստանը ինչ պետք է գա ասի, չէ, եկեք դուք ինքնիշխան եղեք։ Բայց այս պատկերը նայեք, էլի խնդրում ձեր հետևում։ Հայաստանում իր զանգվածին կերակրումը գնում են Եվրոպա, գնում են հասել են տոնսերը առեք, հեսա իջնում են Փարիզ, լուսանկարում է այսպեսի ժլայն ժպիտով է շրջապատում։ Փաշինյանն իր շրջապատը ավելի կոնկրետ, Լուկաշենկո, ձախից աջից Պուտին, դիմացը Տոկաևը։ Դե բահո չէր գնալու այնտեղ, ասենք, մի հատ սկանդալ սարքեր, կռիվ սարքեր, չգիտեմ, ծեծ կրտուկ սարքեր։ Պետք է գնա ժպտա, բա ինչ պետք է անի։ Այսինքն այնպես չի էլի, որ Ռուսաստանն էլ այսպես որ դեմքին ժպտում է կամ մյուսների դեմքին ժպտում է, նշանակում է ոչ մի բան չի անում։ Շատերն են հաշվում աշխարհում, որ ԱՄՆ Ռուսաստան պայմանավորվածությունը 7 տարի հետևում չի։ Եվ շատերն էլ ուզում են վաղը մյուս օր այդ պայմանավորվածության մեջ տեղավորվել։ Է պարզ է, որ ոչ մեկ չի ուզում Ռուսաստանի հետ վերջնական փչացնել հարաբերությունները։ Այլ հարց է, որ ինչքանով է տվյալ պետության ղեկավարը, այսպես կոչված կամ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը, ինչքանով է ինքը անկախ իր որոշումներում։ Հիմա ասենք Զելենսկին ինչու այդպես գնաց պատերազմով Ռուսաստանին, որտեղ ինքը ամբողջովին կառավարելի ֆիգուր է, ինքը չունի անկախություն։ Իսկ մյուսները նրանք, ովքեր որ ինչ որ չափով ունեն, իրենք փորձում են բնականաբար մանևրել եւ
Չեն ուզում Ռուսաստանի հետ փչացնել, որտեղ հասկանում են, որ Ռուսաստանը դա ապագա երկրորդ բևեռն է։ ԱՄՆ-ի հետ պայմանավորելուց հետո ով կուզի երկրորդ բևեռի հետ իր հարաբերությունները փչացնել, ոչ մեկ։ Բայց կան ղեկավարներ, որոնք կարողանում են շատ կամ քիչ մանևրել, կան ղեկավարներ, որոնք ի վիճակի չեն, որտեվ արևմուտքը այնքան է իրենց կապել, այնպես է իրենց կապել, որ իրենք ուղղակի չունեն ազատություն մանևրելու համար։ Այնպես որ նման այցելությունները շարունակվելու են, գնալու է, գալու է, նստելու են, խոսելու են, ժպտալու են, ինչ որ բաներ են ստորագրելու եւ գալու է։ Այնպես որ մի սպասեք, որ Ռուսաստանը հեսա գալու է աստեղ միլիարդներ լցնելու, չգիտեմ, ուժեր ստեղծելու, չի լինելու նման բան։ Իրենք Պուտինը Տրամպի հետ պայմանավորվելու են, ասել են վերջ։ Այս գործընթացները մենք պայմանավորեցինք, դա որոշեցինք ում կարմիր գիծը որտեղ է, աշխարհում եւ վերջ։ Գալու են պայմանավորվածության։ Բայց հենց դա լինի մենք չենք կարող դա չնկատել, դա լինելու է համաշխարհային պատմական կարևորություն ունեցող իրադարձություն։ Մենք դա իմանալու ենք։ Մինչ այդ բոլորը փորձելու են իրենց դիրքերը բարելավել, բոլորը փորձելու են ավել բան ստանալ ինչ որ մեկից եւ այդպես, այսինքն քանի դեռ այդ պայմանավորությունը չկա, մենք ականատես ենք լինելու տարբեր process-ներին։ В Петербурге, куда, как известно, премьер-министр Армении Никол Пашинян приехал с визитом на заседание Евразийского экономического союза. В связи с этим представители армянской диаспоры, а также прихожане армянской апостольской церкви Санкт-Петербурга, как мы видим, собрались и устроили митинг. Пришедшие выражают недовольство и обеспокоенность той политикой, которую ведет премьер-министр Армении и власти Армении на сегодняшний день. В частности, вы можете видеть это на плакатах, где написано, что протестующие просят освободить политзаключенных в Армении, Самвела Карапетяна, архиепископа, епископа и всех задержанных на сегодня. Այսպիսի ակցիա էր ի պատասխան Փաշինյանի Հայաստանի ներսում իրականացնող բռնաճնշումների։ Խնդրեմ այս մասով եւ այս կոնտեքստում նաեւ, քանի որ այստեղ պահանջ կար ազատ արձակել մեր հայրենակիցներին, սրբազաններին, մենք տեսնում ենք նաեւ իրենք վերջերս ինչ որ թուղթ էին հրապարակել KGB-ի ագենտների հետ կապված։ Խնդրեմ։ Դե մենք Հայաստանի ներսում ենք պայքարում, մեր հայրենակիցներն էլ այլ երկրներում, տվյալ դեպքում Ռուսաստանում եւս փորձում են պայքար մղել այն միջոցներով, որոնք իրենց հասանելի են։ Մարդիկ են, հայեր են, համաձայն չեն մեզ նման եւ որոշել են, որ պետք է պայքարեն եւ լավ են անում, ճիշտ են անում։ Եթե մենք ներսում պայքարում ենք, իրենք ինչու այնտեղ չպետք է պայքարեն։ Եվ քանի որ եկեղեցու դեմ այս պատերազմը, սա Փաշինյանի պատերազմը չի, որտեվ նույն պատերազմը տեղի է ունենում Մոլդավայում, Ուկրաինայում, Մերձբալթյան երկրներում, այսինքն սա Փաշինյանի պատերազմը չի։ Սա ուղղափառության դեմ պատերազմն է, հավաքական արևմուտքի կողմից վարվող։ Հետևաբար այս process-ն էլ դադարելու, այս պատերազմը եւս երբ որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կգան պայմանավորվածության։ Հիմա այս շրջանակներում բնականաբար բոլոր մեթոդները օգտագործվելու են, այդ թվում նաեւ ինչ որ ֆեյքերի տարածման միջոցով։ Եզրասրբազանի դեմ տարածված այդ ֆեյքը իբր նա KGB-ի գործակալ է։ Դրա նպատակը ոչ այնքան եկեղեցիներ իմ կարծիքով եւ եզրած սրբազանը, որքան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Այսինքն KGB-ն եղել է ժամանակին աշխարհի ամենաէֆեկտիվ աշխատող հատուկ ծառայություններից մեկը։ Եվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության լավագույն տարիները եւ լավագույն փորձը եւ ավանդույթները ձևավորվել են հենց KGB-ի դպրոցի շնորհիվ։ Այսինքն այլ հիմք Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները չունեն։
այլ հիմք դպրոց նկատի ունեմ, որը հիմք կծառայի մեզ համար չկա։ Հետևաբար այս KGB-ի անունը վարկաբեկելով իրականում հարված են հասցնում ազգային անվտանգության ծառայությանը։ Այդ թուղթը հրապարակելուց հետո մի անձ գնաց ազգային անվտանգության ծառայության մոտ, KGB-ի զինանշանը դրոշերը փռեց գետնին վրայով քայլեց, արևմուտքից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկն էլ գնաց նկարեց դա։ Այսինքն սա գործընթաց է ազգային անվտանգության ծառայության դեմ։ Նպատակը հետևյալն է, վաղը մյուս օր կհիմնավորեն, որ քանի որ ազգային անվտանգության ծառայությունը ստեղծվել է սովետական KGB-ի դպրոցի հիման վրա, ապա KGB-ի ժառանգությունից ազատվելու համար ազգային անվտանգության ծառայությունը պետք է ենթարկել ռեֆորմների եւ որպես կառույց, որպես էֆեկտիվ աշխատող կառույց, որպես շատ թեքիչ անկախություն ունեցող կառույց իրեն ուղղակի ոչնչացնելու են։ Այսինքն որպեսզի մեր ազգային անվտանգության ծառայությունը դառնա ՆԱՏՕ անդամ պետությունների համապատասխան ծառայությունների, այսպես ասենք, ենթակա ինչ-որ մի կառույց, որը կծառայեցվի ՆԱՏՕ անդամ պետությունների շահերին։ Այնպես որ սա արդյունքն է։ Իսկ ինչ վերաբերում է KGB անվանումին, գիտեք, երբ որ ինչու են սա շահարկում, ինչու են մարդկանց փորձում KGB պիտակը կպցնել, որովհետև ինքը 30 տարիների ընթացքում այս անունը արդեն իսկ բացասական համբավ է ստացել, այսինքն հատուկ քարոզություն է իրականացվել բացասական համբավ տալու համար։ Բայց եթե նայեք ինչ անուններ է տվել սովետական KGB-ն համաշխարհային բնույթի ազգությամբ հայ, ինչ անուններ է տվել, որևէ այլ կառույց նման անուններ չի տվել։ Այնպես որ սա 30 տարվա հակառուսականության մեծ հաշվով սերմերի արդյունքն է։ 30 տարի մենք ռուսական պատմությունը մեր համատեղ ըստ էության փնովում ենք Ռուսաստանի սովետական միության հետ կապված ձեռքբերումները նսեմացնում եւ այն կառույցները, որոնք մեր ժողովրդին բերել են համաշխարհային ճանաչում, եւս նսեմացնում ենք։ Պարզա վերջը սա էր լինելու։ KGB-ի սպաներ են եղել կադրային Վարդանյաններ հետախույզները, Աղայանցը հետախույզ հայտնի համաշխարհային, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմում առանցքային դեր են խաղացել։ Այնպես որ թող մեր ընդդիմադիրներն էլ, այսպես ասենք, չարթարանան, մեկ-մեկ տեսնում եմ արդարանում են, որ Չէ, փաստաթղթի մասին չի, KGB անվանման վարկաբեկմանը։ Մեր ժողովրդին համաշխարհային անուններ տված կառույց է։ Ինչ են արդարանում, որ այսինքն ինչ են դրան վերաբերվում որպես բացասական, մի հատ էլ արդարանում են, որ ինչ են մեզ իշխանությունները չէին անի դա, եթե չիմանային, որ հանրային կարծիքում դա ունի, այդ անունը ունի բացասական։ Միգուցե ես տեղյակ չեմ դրա մասին, բայց հնարավոր է որ եղած լինի։ Եվ երկրորդը փուչիկ է փչվում Հայաստանում, իբր Հայաստանում կա ռուսական գործակալական ցանց։ Ես կարծում եմ այդ փուչիկը փչվում է նրա համար, որ քողարկեն, ասենք ՆԱՏՕ անդամ պետությունների գործակալական ցանցերի գործունեությունը Հայաստանում։ Որտեղ Հայաստանում ռուսական գործակալական ցանց չկա։ Չեք գտնի ցանց որպես այդպեսին չկա, որտեղ ցանցի նպատակը որն է, որ տվյալ պետության, կատարի տվյալ պետության հրամանները եւ երկրի ներսում ձևավորի տվյալ պետությանը օգտակար քաղաքական եւ քարոզչական օրակարգ։
Հիմա շատ պարզ օրինակով կարող եք համոզվել, որ ռուսական գործակալական ցանց Հայաստանում գոյություն չունի ուղղակի։ 2020 թվականից հետո Ռուսաստանի համար ամենակարևորագույն օրակարգը դա նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումն էր եւ կյանքի կոչելն էր։ Ասեք ինձ մեկ կուսակցություն, որին անվանում են այսպես կոչված պրոռուսական, որը պաշտպանել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Չկա, ոչ մի հատ չկա, չեք գտնի։ Բայց այդ ինչ գործակալական ցանց է, որ չեն կատարում կենտրոնի հրահանգները։ Կամ եթե կա էլ տեսականորեն կա, թաքնված է, տներում նստած են, ոչ մի բան չեն անում։ Ինչ իմաստ ունի պահել գործակալական ցանց, որը այդ պետության օգտին քաղաքական օրակարգ չի ձևավորում Հայաստանում։ Հետևաբար չկա, փուչի կա փչվում, չկա։ Նոյեմբերի 9-ը պաշտպանել են հատուկ կենտ մարդիկ Հայաստանում։ Մի 4-5 հոգի մաքսիմում հաշվեք կգտնեք։ Տանը դրել են գործակալական ցանց, չէ՞ մի չէ։ Այնպես որ այս փուչիկը փչվում է իրական գործընթացները, որ կատարվում են հիմնականում ՆԱՏՕ անդամ պետությունների կողմից Հայաստանում քողարկելու նպատակով։ Այդքան բան։ Ամեն դեպքում գալով հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարին տեսանձի հայտարարությանը կուզեմ անդրադառնալ։ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի մոտ հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ կապող շղթայի վերջին օղակն է եւ այդ օղակը քանդելը պետք կարող գուշակեկով ասել։ Չգիտեմ, Արամ Զավերի Սարգսյան։ Լավ էլ գիտեք, խնդրեմ ինչ ունեք ասել։ Դե այդ մարդը շատ է իրեն պատրում, կոտորում, որ դառնա հայկական Խադարկովսկի, որ ինքը լինի հավաքական արևմուտքի իդեոլոգը Հայաստանում։ Ցավոք սրտի իր համար պետք է ասեմ, որ իր երազանքները այդպես է մնալու են չկատարված, ինքը չի դառնալու, որտեվ Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածության տիրույթում ողջ գործակալական ցանցը արևմտյան հանձնվելու է Ռուսաստանի տրամադրության տակ։ Ու ասելու են, ոնց ուզում եք, ինչ ուզում եք, հետները արեք, վարվեք, ինչպես ուզում եք։ Մի մասը փախնի, չի փախնի, չգիտեմ, մյուս մասն ստե խելոք միանգամից փոխելու է իր հագուստը եւ այլ երգեր է սկսելու երգել։ Այնպես որ ինչքան էլ այդ մարդը, այդ անձը իրեն կոտորի, ինքը չի դառնալու, ոնց ասեմ, հայկական Խադարկովսկի չի դառնալու։ Ոչ էլ դառնալու է, չգիտեմ, Բերեզովսկի, Նեմցով, չգիտեմ, շատ է իրան կոտորում, Նավալնի էլ չի դառնա։ Դե չի ձգում այդ մարդը այդ դերի համար։ Հերիք չի ձգում։ Ինքը արդեն ուշացել է։ Վաղը միսօր Ամերիկան ու Ռուսաստանը պայմանավորվելու են եւ այս ագենտուրան այլևս զրկվելու է իր, այսպես ասենք, տանիքից։ Հիմա դե մարդը մի քիչ խոսում է, էլի, բայց սրա դրական բանը գիտեք ո՞րն է կողմը, որ երբ որ այնինչ ինքը ասում է իրականություն չդառնա, այլ լինի ճիշտ հակառակը։ Արդեն ժողովուրդ բոլորդ գիտեք ումից գնաք ինչ պահանջեք։ Ինքն է այդ քարոզի շարժիչ ուժը, որ հեսա արևմուտքը գալու է միլիարդներ ներդնելու, մենք դառնալու, մենք ավելի ասում է հարավային Կովկասում Ադրբեջանից էլ կարևոր պետություն ենք, մեզ արևմուտքը այդպես է համարում։ Դե հիմա մի քիչ կանցնի, կտեսնեք, որ դրա հակառակն է լինում, եւ ժողովուրդը կիմանա ումից ինչ պահանջի։ Անուններով գիտենք, ովքեր են այդ քարոզները արել։ Ժողովուրդ բոլորդ գիտեք, հենց որ տեսնեք, որ այդպես իրենց ասածով չի լինում, եւ Հայաստանը ընդհակառակը ինչ որ կորուստներ է կրում, գիտեք ումից ինչ պահանջեք, կգնաք կպահանջեք։ Թող այդ ստերի համար իրենք պատասխան տան։ Այդ դրական կողմը այն էր, որ այդ ողջ այդ ցանցը, այստեղ գործակալական ցանց է իրոք։ Այդ ցանցը դուրս եկել ջրի երես եւ մաքրելը բավականին հեշտ է լինելու։ Այդ առումով մեր ժողովրդի համար բավականին հեշտ է լինելու մաքրելը։ Մամուլում եղավ հրապարակում, որ դեկտեմբերի 28-ին սպասվում է անեն դեպքում Փաշինյանը անձամբ առաջնորդելու Բեհարանի վրա գրողը,
Դեկտեմբերի 18-ին մենք վերջապես տեսանք վերջին շրջանում առաջին անգամ ընդդիմադիր ուժերը միասնաբար կանգնեցին հայ առաքելական եկեղեցու կողքին, ի պատիվ հայ հեղափոխական դաշնակցության Մերձավոր շարժման, փոքր ընդդիմադիր կառույցների։ Խնդրեմ ես նոսած ձեր տեսակետը ինչ սպասել դեկտեմբերի 28-ին։ Իմիջիայլոց նաև թուրքական մեծ լսարանում ունեցող երկու լրատվամիջոցներ հստակ գրել էին, ով կլինի հաջորդ կաթողիկոսը Հայաստանի հարց, որը որոշվելու է ոչ թե Էջմիածնում, այլ Ստամբուլում և Անկարայում կամ։ Ես չէի կենտրոնանա հենց դեկտեմբերի 28-ի վրա, ցանկացած օրեր կարող է տեղի ունենալ, այսինքն էլի ստեղ պետք է հասկանանք, քանի որ սա պատերազմ է, մեծ պատերազմ ուղղափառության դեմ, հետևաբար սա Փաշինյանը չի որոշում, դեկտեմբերի 28-ին կլինի, չգիտեմ թե դրա հաջորդ տարի կլինի, այսինքն նրանք ովքեր որ այդ օպերացիան պլանավորում են, իհարկե իրենք սիրում են այսպես սիմվոլիկ թվեր, սիրում են որոշակի սիմվոլիկ ամսաթվերին ինչ որ գործողություններ իրականացնել, բայց եթե չի ստացվում այդ ամսաթվին իրականացնել, իրենք կփորձեն հաջորդ անգամ իրականացնել։ Այսինքն այս պատերազմը չի դադարելու։ Եթե մեզ թվում է, որ մի օր Փաշինյանը կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ասել վերջ ես դադարեցնում, չի անի, չի կարող անել, իրավունք էլ չունի անի։ Հասկանում եք, ինքը նույնիսկ տեսականորեն, եթե մտածենք, որ ինքը մի օր ուզենա ասի, ես էլ չեմ ուզում անեմ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինքը չի կարող դա որոշել ու չանել։ Հետևաբար, որտեվ սա ինչ որ իշխանությունների կմահաճույքը չի կամ այս պատերազմը, հետևաբար սա եւս շարունակվելու է, եթե հիմա չկարողացան, մի քիչ պաուզա կվերցնեն, հետո ուժերի վերադասավորում կանեն եւ կփորձեն նորից։ Այնքան ժամանակ, միջև որ էլի գալիս ենք նույն մտքին, որ միջև որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չպայմանավորվեն, որտեվ այդ պայմանավորվածության տիրույթում լինելու է նաեւ ուղղափառության դեմ պատերազմի դադարեցման հարցը։ Դա էլ է լինելու կարմիր գիծ Ռուսաստանի համար, որովհետև իր համար կարևոր է, որ իր շուրջ գտնվող հատկապես այդ խորհրդային տարածքում ուղղափառ եկեղեցիների ընտանիքին պատկանող եկեղեցիները չլինեն հարվածի տակ։ Դրա համար այդ հարցն էլ է դրվելու Միացյալ Նահանգների առաջ։ Միացյալ Նահանգներն էլ բնականաբար հրահանգելու են Թուրքիային էլ, Եվրոպային էլ ասել են վերջ, ռուսների հետ պայմանավորվել ենք, դադարեցրեք ամեն ինչ։ Բայց հիմա Միացյալ Նահանգները տեսեք երկակի մոտեցումը Թրամփի, հա, իր վարչապետ Ռուբիոն հայտարարում է, որ աշխարհի բոլոր քրիստոնյաները, որոնք կհալածվեն, կոնկրետ վերաբերմունք սպասեն բանից, Միացյալ Նահանգներից, դրան հաջորդում է 2 օր, այլ առիթով Փաշինյանին է զանգում, այդ գրում, նամակ է գրում, չէ, Փաշինյանին, այդ թրիփի հետ կապված շնորհավորում ձեռքբերման մասին։ Այս է երկակի ստանդարտն է, այս մոտեցումն է, այսինքն իրենց կողմից ինչ սպասել այդ դեպքում, ինչ պայմանավորվածության։ Չէ, պայմանավորվածությունը ոնց ասեմ, ինչին կարելի է նմանեցնել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների հետ, ասենք Յալտա, Պոցդամ, դա համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություն է լինելու։ Դա չի լինելու sense ինչ որ ոչ մեկ չիմանա դրա մասին, գանք մենք վայ պայմանավորվել են, չէ։ Դա լինելու է համաշխարհային բնույթի իրադարձություն։ Այսինքն Պուտինն ու Տրամփը մի երկրում ստորագրելու են փաստաթուղթ, որով գալու են ռազմավարական համաշխարհային պայմանավորվածության։ Սա է լինելու։ Բայց դա տենց մի օրում լինող բան չի։ Դա պետք է նախապատրաստվի, այդ պահը պետք է հասունանա, պետությունները դրան պետք է պատրաստ լինեն։ Ինչ որ կարևոր գործեր կա, որ պետք է արվի, օրինակ Ռուսաստանում ներսում բավական հետաքրքիր կադրային փոփոխություններ են տեղի ունենում, Ռուսաստանը դրան նաև նախապատրաստվում։ Այսօր օրինակ այս վերջի տարիների ընթացքում Ռուսաստանի գլխավոր դատախազը այն բիզնեսմենների մոտից, որոնք որ իրենց ակտիվները պահում էին, ասենք, օֆշորներում եւ ըստ էության այս արևմուտքի հետ դեմ պատերազմի պայմաններում որոշակի սպառնալիքներ էին ստեղծում Ռուսաստանի համար, աստիճանաբար պետականացնում էր իրենց ունեցվածքը։ Բայց լինում էր դեպքեր, երբ որ Գերագույն դատարանը մերժում էր դատախազության հայցերը։ Այս վերջերս փոխվեց նաև
Գերագույն դատարանի նախագահը, այսինքն նախկին գլխավոր դատախազը դարձավ Գերագույն դատարանի նախագահ։ Իսկ գլխավոր դատախազը եւս կարելի է այսպես ասենք Ռուսաստանի նախագահի մարտն է։ Հետևաբար այս process-ը արագանալու է, այսինքն Ռուսաստանը ներսում փոփոխություններ է իրականացնելու, ռեֆորմներ։ Պուտինը ասաց մի քանի օր առաջ, ասաց, որ Ռուսաստանը հասել է լիակատար ինքնիշխանության։ Այսինքն դե ֆակտո փաստացի Ռուսաստանը հասել է ինքնիշխանության։ Հիմա սա պետք է ամրագրել իրավաբանորեն, այսինքն ինքնիշխան պետությունը պետք է ունենա ինքնիշխան ինստիտուտներ։ Հետևաբար հիմա սկսելու է այդ process-ը ինքնիշխան պետության մեջ կապիտալը չի կարող լինել արտասահմանյան, ինքը չի կարող լինել արևմտյան։ Հետևաբար այն գործարարները, որոնք չեն համաձայնվի իրենց ակտիվները հետ բերել օֆշորներից, իրենցով կզբաղվի գլխավոր դատախազությունը։ Հիմա այդ process-ն է գնում եւ որոշ ինստիտուտներ եւս Ռուսաստանում, այսպես ասենք, ազգայնացվելու են կամ պետականացվելու են շուտով։ Այսինքն այն process-ին, որին որ պատրաստվում է Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանավորությունից հետո, ինքը դրան պետք է պատրաստ լինի, իր ինստիտուտներով, իր ամեն ինչով, իր ներքին համակարգը պետք է փոխված լինի, համապատասխանի ինքնիշխան երկրորդ բևեռին համապատասխան, ուրեմն ինստիտուտներով պետք է փոխվի, որպեսզի Ռուսաստանը կարողանա այդ պահը, այդ պատմական պահը օգտագործել սեփական զարգացման համար։ Այնպես որ հիմա ոչ մի բան չենք տեսնի, դա չի լինելու փոքր քայլերով, դա լինելու է մեկ մեծ իրադարձություն, որից հետո պատմության անիվը պտտվելու է բոլորովին այլ կողմ։ Եվ բոլորս դա նկատելու ենք, որտեղ դա մենք զգալու ենք մեր կյանքի բոլոր ոլորտներում, արտաքին քաղաքականություն, ռազմական համագործակցություն, մի խոսքով եւ այլն։ Այնպես որ մենք դա չի նշանակում, որ մենք անելիք չունենք ներսում։ Մեր անելիքը դիմակայել ճնշումներին, փորձել այնպես անել, որ այս դեստրուկտիվ process-ները մեծ թափով չընթանան, մի քիչ փորձել գոնե դանդաղեցնել, մինչև որ հարմար պահը կգա եւ մենք կկարողանանք հարմարվել այդ փոխվող աշխարհին։ Շատ լավ է, ողջունելի է, թող ցույց տան գործով եւ տեղում, որ կանգնած են մայրաթորի կողքին, վեհապար Հարապետի կողքին։ Իդեպ ասեմ, որ այս ամեն ինչ, այս բոլոր գործընթացները ցույց տվեցին, որ 30 տարիների, 30 կամ ինչքան չեմ հիշում, 26 կարծեմ, չգիտեմ ինչքան կոնկրետ թիվը չեմ հիշում, ինչքան է ինքն վեհապարը արդեն գահակալում, այդ տարիների ընթացքում ինքը բավականին ամուր է եղել իր դիրքերում, լուրջ սխալներ թույլ չի տվել, որը թույլ կտա ինչ-որ արտաքին ուժերին իր վրա լծակներ ունենալ, եթե լինեին լծակներ, հիմա վաղուց գործի էին դրել։ Ինչ իմաստ ունի կողքի մարդկանց կալանավորել կամ ինչ-որ կոմպրոմատներ իբր դուրս տալ, եթե կաթողիկոսի վրա լիներ կոմպրոմատ։ Պարզ է, որ չկա, լուրջ սխալներ թույլ չի տվել, ամուր է եղել եւ այդ առումով ողջունելի է, որ կարողացել է այս աշխարհում, որը իր ջունգլիների օրենքով է կարելի ասել գործում, կարողացել է այդ իր դիրքերը ամուր եւ բնականաբար հայ-առաքելական եկեղեցու դիրքերը աշխարհում ամրապնդել։ Որպես կառավարիչ, այո, լավ կառավարիչ է եւ հորդորս, որ ուժերը ավելի ակտիվ կանգնեն, այստեղ ոչ մի ինչ-որ քաղաքական ամբիցիաների հարց չկա։ Գնացին, կանգնեցին ինչ-որ մեկի կողքը, գնացեք կանգնեք, սա այլ պատերազմ է, սա ինչ-որ քաղաքական ամբիցիաների կամ այսինչ մարդու կողքը չեմ ուզում կանգնեմ, դրա այդ հարցը ընդհանրապես տեղ կարծում եմ տեղին չէ։ Ուզեմ նաև այս ադրբեջանական բենզինին անդրադառնանք, որ վերապրում
վարելանյութի հետ եւ սրանով հիմա փորձում են կերակրել, որ հեսա խաղաղությունը սա հետագայում արդեն վրա մեծագույն ծախսեր է առաջ քաշելու, առաջ բերելու խափանված մեքենաների տեսքով։ Դե իհարկե այս պատմության մեջ անհասն չէր կարող մնալ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունը, գործարարը, այսպես ասենք, իր փայը ունի։ Ես ուղիղ փաստեր չունեմ ձեր ասացի վերաբերյալ, ես ճիշտ ասած առաջի անգամ լսեցի, բայց տրամաբանորեն հնարավոր է, որտեղ եթե կա պետություն, որը խնդիր ունի իր հարևան պետությանը գրավել, ենթարկեցնել, վնաս պատճառել, բայց այնպես չէ, որ զորքով մտնի, ասենք, մայրաքաղաք, ասեն ագրեսիա իրականացնում, այլ աստիճանաբար, փափուկ ուժով եւ այլն, ապա տրամաբանական է, որ կարող է լինել նման բան, որ ասենք Հայաստան ուղարկեն ոչ լավ որակի բենզին։ Ամբողջովին դա տրամաբանական է։ Բայց ես չգիտեմ, դա ստուգել են թե չեն ստուգել, չնայած ինձ թվում է Հայաստանում հնարավոր է ստուգել, ասենք կարելի է այդ բենզինից գնել մի քիչ, ինչ որ մի անկախ ինչ որ մի կառույց կամ ինչ որ լաբորատորիա ենթադրենք եւ փորձաքննության ենթարկել, տեսնեն մեջը ինչ կա։ Այսինքն դա այդքան դժվար չի կազմակերպելը։ Դա բերելու են, բայց իհարկե բերելու են։ Բայց այդպես հնարավորություն է տրվել Ադրբեջանին մեր տարածաշրջանում լինել առաջինը եւ հասնել իր վաղեմի թշնամու ծնկի բերելուն։ Ինչի՞ չպետք է անի։ Այսինքն տրամաբանական է, որ անելու է։ Հայաստանն էլ միակ ձևը, որ ինքը կարող էր դրան դիմակայել, դա այն համատանգային համակարգն է, որ ինքը ուներ Ռուսաստանի միջոցով, օգնությամբ, պատերազմից հետո էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը մեզ տալիս էր որոշակի մանևրելու հնարավորություն։ Դե երկուսն էլ այսօր փաստացի չկան։ Ռուսական անվտանգության համակարգը դեռ որոշակի չափով կա ռազմաբազայի տեսքով։ Բայց դա էլ աստիճանաբար բերում են հանրային կարծիքը նրան, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Եթե Թուրքիայի հետ լավանում է հարաբերությունները լավանում են, սահմանը բացվում է, սպառնալիք չկա, այլ ինչ ռազմաբազա։ Իդեպ ռազմաբազան կարող են հանել ոչ թե որ ասեն գիտեք ինչ օկուպացրել է մեր երկիրը, չէ, շնորհակալություն կհայտնեն, ինչպես սահմանապահներին, կանց շնորհակալ ենք, որ 30 տարի մեզ հետ եք, բայց մենք այլևս ինքներս այդ ամեն ինչը կիրականացնենք։ Գործընթացը դրան տանում է, այսինքն այս տեմպով եթե շարունակվի, դրան գալու ենք, դա անխուսափելի է լինելու։ Դա նաև Ռուսաստանի դիրքերի թուլացում չի վերելու։ Դե թուլացումը դրա համար ինքը վերադասի է դա խոսում, ասում է վերադաս Տրամփ։ Ինչ ենք անում, որ իմ կարմիր գծերը այս տարածաշրջանում չհատվի։ Հիմա պետք բերի Տրամփին։ Այդ մտքի կբերի։ Ուղղակի պետք է մի քիչ դիմանանք, մինչև այդ օրը գա։ Հասկանում եք, մենք հաշվեք պարտիզանական ջոկատ ենք, ենթադրենք։ Պարտիզանական ջոկատը չի կարող հաղթել կանոնավոր բանակին։ Ինքը կարող է մաքսիմում ժամանակ շահել, մինչև կանոնավոր բանակը գա օգնության։ Դե հետևաբար կանոնավոր բանակը այս պահին զբաղված է մեկ այլ կանոնավոր բանակի դեմ պատերազմով։ Երբ որ իրենք կգան պայմանավորվածության, այդ դեպքում արդեն մեր հարցն կլուծվի։ Բայց մենք ներսում անելիք ունենք այն առումով, որ պատրաստվենք ապագա փոփոխություններին։ Այնպես չստացվի, որ այդ փոփոխությունները գան մեր կողքով անցնեն, մենք էլ բանանք ճամփեզրին առանձնապես ոչ այն կողմից ուշադրություն դարձնեն, ոչ էլ այս կողմից։ Եվ այդ խորին շնորհակալություն էր հայտնում Ալիևին այդ իրականության մեջ մեր հայրենակիցների արդեն ցմահ դատավճիռներն են կարդում Բաքվի դատարաններում։ Երեկ էլ հայտնի դարձավ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Բաքվի բանկում ապօրինի պահվող Վագիթ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Դեկտեմբերի 22-ին վիճակը վատթարացել է, առաջացել են շնչառության դժվարություն եւ սավեր սրտի շրջանում։ Մարդուն հասցնում են ինչպես
պատկերում բոլորին մահվան խնդրեմ ես մասով ձեր կարծիքը։ Դե միակ փաստաթուղթը, որով նախատեսված էր գերիների վերադարձ նոյեմբերի 9-ի հայտարարությունները եւ Ռուսաստանը որպես համաշխարհային տերություն պարտավորություն էր վերցրել, որ որպես միջնորդ այդ հարցում կլինի։ Հիմա դա չուզեցին, գնացին Վաշինգտոնում ստորագրեցին մի թուղթ, որով Միացյալ Նահանգները ոչ մի պարտավորություն չունեն, ոչ մի հարցով զբաղվելու։ Հիմա Տրամպը հայտարարում է, ես քրիստոնյաների պաշտպան եմ, դե պաշտպանի։ Ուզում են ասել ինչ, ԱՄՆ-ի համար ԱՄՆ-ն մի զանգով չի կարող այդ գերիների հարցը լուծել։ Վենեսուելայի մոտ Վենեսուելան է շրջափակել, ռազմական բյուջեն դարձրել է, չգիտեմ, 900 միլիարդ կամ ավել։ Ինչի մասին է խոսքը։ Միացյալ Նահանգներն են գլուխը, շատ արագ կարող են պահանջել այդ գերիների, ուղղակի իրենք պարտավորություն չեն վերցրել, իրենք չեն ուզում դրանով զբաղվեն։ Իրենց պատվից ցածր են համարում զբաղվել Հայաստանի հայ գերիներով։ Դուք նայեք Վաշինգտոնում ոնց է Տրամպը ընդունում, ասենք, մեր պատվիրակությանը։ Ինքը մեծ աթոռին նստում է, թագավորի տաբուրետկա է կողքը դնում, կողքն նստում է այն, ասենք, Փաշինյանը դելեգացիային էլ աշակերտների պես շարում է դիմաց։ Ու նայեք Ռուսաստանի նախագահը ոնց է ընդունում։ Ինչի, որտեվ արևմտյան աշխարհը ինքը գաղութատիրական է։ Ինքը իրեն բոլորից վեր է դասում։ Կապ չունի այնտեղ ով գա իշխանության։ Հնդկացիներին որ ժամանակին կոտորում էին Ամերիկա մայրցամաքում, ձեզ թվում է ինչ LGBT ներկայացուցիչներն էին կոտորում, չէ։ Քրիստոնյաներն էին կոտորում, քրիստոնեական լոզունգներով էին կոտորում։ Ասում էին, դե եկել ենք ձեզ զարգացնենք, տեխնոլոգիաներ տանք, դուք էլ չեք ուզում զարգանաք։ Իսկ մենք Ամերիկայի պատրիոտներ ենք, ուզում ենք զարգացնենք։ Հնդկացիներն էլ դիմադրում էին, ուզում էին իրենց ավանդույթները պահեն, չկոտորեցին։ Այնպես որ Տրամպը որ մեկ-մեկ անունը մոռանում է Հայաստանի, նրանից չի որ անգրագետը։ Ուղղակի իր համար երրորդական նշանակություն ունի Հայաստանը։ Այդ էր մնում պակաս իրենց կարծիքով Ամերիկայի նախագահը զբաղվի Հայաստանի գերիներով։ Իրենք դա ցածր են համարում։ PR-ի համար կարող է ինչ-որ ձևական մի քայլ անի, բայց լուրջ քայլ չի անելու Ամերիկան։ Եվ գիտեք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ինչ-որ ֆիլմ էին պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասով, որտեղ նաև Սամվել Բաբայանն ու Խզմալյանի խոսքն էր ներառվել։ Ով էր պատրաստել։ Ադրբեջանցիները Ռուբեն Բաբայանի եւ Խզմալյանը մեկը, նախ այս երկուսի ինչ ունեք ասելու, եւ Սամվել եւ Խզմալյանի խոսքը էլ ըստ էության շարքային օլիգարխ էր, ասում է Ռուբեն Վարդանյանը, ռուսական օլիգարխ, որին ուղարկել են, որպեսզի Հայաստանում միանձնյա ռուսական գերիշխանություն հաստատվի իր դեպքով։ Խնդրեմ, հասրա բարոյական եւ անբարո կողմերի հետ կապված է, ասեք, այդպես անձերի Սամվել Բաբայան, Խզմալյան։ Լավ, դե այս անձերին անդրադառնալը այս ուղղակի ցավում եմ, որ երկրորդ անձը, որ նշեցիք, երկար տարիներ Սամվել Բաբայան, թե տիկնիկայինի տնօրենի մասնա։ Հա, Սամվել Բաբայան, հա, ես ինձ թվաց Ռուբեն Բաբայանի հետ խառնեցի։ Դե ադրբեջանցիները PR են անում նրանց, ում իրենց ձեռնտու է PR անել։ Բա ում անեն։ Խզմալյանի ասածն հերթական փուչիկն է իբր ռուսական գերիշխանություն։ Թե որտեղ է այդ գերիշխանությունը երևում, բարձ չի։ Եթե ռուսական գերիշխանություն լիներ, ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում որոշումների կայացումը միաձայն սկզբունքով չէր լինի։ Ռուսաստանը կասեր իմ ձայնը գերակա է բոլորի նկատմամբ։ Չկա, էլի, հասկանում եք, փուչի կա, չկա։ Ոչ մի փաստաթղթում, ոչ մի հայ-ռուսական պայմանագրում կամ Ռուսաստանի մասնակցության ոչ մի կառույցում, որի անդամ է Հայաստանը, չեք գտնի մի կետ, որով ասվում է, որ Հայաստանի ձայնը ստորադասվում է Ռուսաստանի ձայնին։ Եվրամիությունում կա, Եվրամիության պայմանագրով դու պարտավորվում ես մի շարք ոլորտներում հրաժարվել որոշումների կայացման գերակայությունից եւ դա փոխանցել Եվրամիությանը։ Կա կոնկրետ գրած է։ Դե շատ բան կարելի պետք է ճշտել, այո, դա հարց է, որ կարելի է ճշտել, թե ինչպես եղավ այդպես։
Ինչպես եղավ, որ մի մասը գերեվարվեց, մյուս մասը ոչ։ Դա կարելի է ճշտել, այո, դե այն մյուս անձի նկատմամբ էլ ինչ ասես։ Ազդեցության գործակալ կարելի է անվանել։ Գործակալ չես կարող անվանել, որովհետև դե պետք է ապացույց ունենաս։ Թղթով էլի նկատի ունեմ։ Ազդեցության գործակալ, այսինքն որ այլ պետությունների ազդեցությունը Հայաստանում մեծացնելու ոչ բարեկամ պետությունների մեծացնելու գործով է զբաղված։ Դրա համար կոչվում են ազդեցության գործակալ։